գլխավոր շտաբի պետի գեներալ լեյտենանտ Ասրյանի հետ ուղևորվում ենք դեպի նշված բանակային դիրք։ Հետքի լրագրող Արմեն Ղազարյանն է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին ու գլխավոր շտաբի պետին գործուղել Սյունիքի դիրքեր։ Լրագրողի սկանդալային հոդվածի հրապարակումից 2 օր անց նրանք մարտական տրամադրված գնում են դիրքեր հերքելու լրագրողին։ Հետքի հոդվածագիրը 25-օրյա վարժական հավաքի մասնակցելուց հետո գրել է, թե ինչ է տեսել բարեփոխված բանակում զորակոչից մինչև մարտական հերթապահություն։ Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարական աղվեսափոսեր հրետանային հարվածներից պատասպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։ Գլխավոր շտաբի պետի ստուգայցը Արմեն Ղազարյանի հիշատակած դիրք անակնկալ է եղել, ինչպես պնդում է պաշտպանական գերատեսչությունը։ Պաշտոնական տեսանյութում գեներալ Ասրյանը խոստովանում է խնդիրներ կան, բայց հետքի լրագրողը ըստ նրա այդքան էլ անկեղծ չի եղել։ Կան նաև թերություններ որոշակի բնույթի, որոնք դիրքի կահավորման, խրամատների բարելավման, ու նաև պետք է հաշվի առնել, որ այս դիրքը գտնվում է 2000 մետրի ու ավելի բարձրության վրա, այստեղ նաև այս տարի եղել է շատ լուրջ սառը ձմեռ, որը կարելի ասած մեր 2.5 ամիս առաջ է, որ ձմեռը հետ է քաշվել, եւ ինժեներական կահավորման աշխատանքները միանշանակ պլանավորված են։ Շտաբի պետը անկեղծ չէ, նկատում են վերլուծաբանները։ Արդյոք սա առաջին ամառն է, որ զինվորները հերթապահում են 2000 մետր բարձրության դիրքում, որ այն դեռ կահավորման, խրամատների բարելավման կարիք ունի։ Կան թերություններ, որոնք այո, իրականությանը համապատասխանում են։ Հետքի հոդվածի ամենասկանդալային հատվածը դիրքում զենքերի առկայության, ավելի շուտ բացակայության մասին է։ Այդ ցնցող դրվագի մասին նաև ազգային ժողովի ամբիոնից են խոսել։ Նռնական նետի նռնակներ կար, բայց այդ նռնական նետը ինչով պետք է կրակին չկար։ AK-74-ի փամփուշտներ կար, AK-74-ը չկար։ Գնդացրորդը մարդը կար, որ պետք է գնդացրից օգտվեր, բայց գնդացիրը չկար։ Կորդի հաշվարկը կար, կորդը չկար։ Ու դրանից հետո ավելացվել է ԱԹՍ հաշվարկը ավելացրել, ԱԹՍ հաշվարկից մարդ կար, բայց ձեր կողմից գնված այդ 30,000 ԱԹՍ-ներից գետ մեկը այդ դիրքում չի եղել։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չի հերքում դիրքերում որոշ տեսակի զենքերի փամփուշտները կան, զենքերը ոչ։ Ինչ վերաբերում է նռնական նետի RPG-7-ի, ZN-7-ի նռնակներին եւ նաեւ խոշոր տրամաչափի գնդացիրների փամփուշտներին, այո, ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր տրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք։ Հետքի հոդվածի հեղինակը նաև գրել էր, թե զորքը հերթապահում է AK-103 տեսակի ինքնաձիգներով։ Դրանց համար նախատեսված փամփուշտներ չկան դիրքում։ ԲՆ հրապարակած տեսանյութում Ասրյանը ցուցադրում է 7.62 մմ-անոց LPS տեսակի փամփուշտներ եւ հավատացնում, թե իրականությանը չի համապատասխանում լրագրողի պնդումը։ Զինամթերքի մասով որ գրված է ներկայացել են 7.62 մմ-անոց ինքնաձիգերով եւ այստեղ միայն 5.5 մմ-անոց է, դա իրականության չի համապատասխանում, որովհետեւ փամփուշտի պաշարները ես անձամբ ուսումնասիրել եմ։ Միայն թե Ասրյանի ցուցադրած փամփուշտները AK-103 ինքնաձիգի համար նախատեսված չեն, չափերով չեն համապատասխանում։ Այդ փամփուշտներով դիպուկահար հրացաններն ու Կալաշնիկովի գնդացիրն են աշխատում, իսկ այդ գնդացրից մեր գործընկերը վարժական հավաքի ժամանակ չի տեսել դիրքում։ Բանակի բարձր ներկայացուցիչը չի հերքում հետքի մեկ այլ սկանդալային տեղեկություն։ Զինվորները 10 օր զենքի յուղ չեն ունեցել։ Մեզ տրամադրել էին լրիվ նոր վիճակում գտնվող AK-103 ինքնաձիգներ, սակայն դիրքում անցկացրած 14 օրից 12-ի ընթացքում կամ մառախուղ էր, կամ անձրև, կամ էլ կարկուտ։ Զենքերը ժանգոտում էին, իսկ մեզ չէին էլ տրամադրել զենք մաքրելու համար նախատեսված յուղ։ Զենքի յուղը դիրք հասավ միայն 11-րդ օրը։ Ես կգամ մի եզրակացության, որ մենք պատրաստվում ենք պարտության, ոչ թե խաղաղության։ Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովն առաջարկում է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, հետաքննել դիրքերի վիճակն ու վերացնել բանակում եղած թերությունները։ Ստեղծվի հատուկ խորհրդարանական հանձնաժողով, քննիչ հանձնաժողով, որը կգնա այդ նյութի հետևից, նյութի հետքերով, կլինի իրական դիրքերում, կգրանցի կհանի խնդիրները, կգրանցի բոլորը ու վերջապես համակարգային լուծումներ կտրվի դրանց։ Պաշտպանության նախարարության տեսանյութում մի բան հերքելով, մի բան հաստատելով գեներալ Ասրյանը անցնում է վառելափայտի կողքով, շրջում խրամատներով։
Այս տեսարանը սոցցանցերի շատ օգտատերերի հիշեցրել է Արծրուն Հովհաննիսյանին, որ 2020-ի հոկտեմբերի 9-ին պնդում էր, թե ինքը Հադրութում է, հավանաբար լկտի սուտ համարելով բոլոր տեղեկությունները այն մասին, որ Հադրութը օկուպացրել է թշնամին։ Ալբերտ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։